Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյան։ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեից հետո սկսվում է նոր փուլ, այդ փոփոխությունների կենսագործման փուլը։ Նախագահ Սարգսյանի կարծիքով արդեն կարելի է բարձրաձայնել նոր քաղաքական համակարգի, նոր քաղաքական մշակույթի արմատավորման գործընթացի մեկնարկի մասին։ Վստահ եմ, որ սահմանադրական փոփոխությունների արդյունքում Հայաստանի քաղաքական համակարգը կդառնա առավել բաց, ճկուն եւ ներքուստ բարդ։ Այն կհամապատասխանի մեր հասարակության դինամիկ եւ բազմակողմանի զարգացող սոցիալական կառուցվածքին։ Կարձագանքի ազատ, ապահովված, քննադատական մտածելակերպ ունեցող մարդկանց քաղաքական մշակույթին։ Ինչպես շատ ժողովրդավարական պետություններում, քաղաքական պայքարի առաջնորդողները կլինեն կուսակցությունները։ Կուսակցությունները եւ նրանց կոալիցիաները կազմեն գործադիր մարմիններ, կառաջարկեն թեկնածություններ պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարների պաշտոնում։ Նրանք կունենան քաղաքական մրցակցության տևական փորձ, պատասխանատու եւ իմաստալից փոխներգործություն ընտրողների հետ, միջկուսակցական համագործակցություն եւ սուր սոցիալական խնդիրների համար փոխզիջումային լուծումների տարբերակների որոնման գործելավոճ։ Նախագահ Սարգսյանը կարևոր է համարում սահմանադրական փոփոխությունների իրականացման ներկա փուլում առանցքային հարցերի շուրջ պատկերացումների բարձրաձայնումը։ Ինչպես է տնօրինվելու պետության ու ժողովրդի ժառանգությունը, ինչպես է այն պահպանվելու եւ բազմապատկվելու, ինչպիսին պետք է լինի Հայաստանի դերն ամբողջ աշխարհում եւ ինչպիսին պետք է լինի մեր երկիրը, մեր սերունդների, մեր զավակների համար։ Մեզ չպետք է գոհացնի այն վիճակը, որ այսօր կա Հայաստանում։ Մենք պետք է մատնացույց անենք գրեթե բոլոր ոլորտներում քայլ առ քայլ ձեռք բերվող հաջողությունները, բայց միշտ պետք է չբավարարենք դրանցով։ Մենք պարտավոր ենք ստեղծել այնպիսի Հայաստան, որտեղ ապրողները իրենց երջանիկ կզգան ու չեն մտածի այն լքելու մասին։ Այնպիսի Հայաստան, որը դեպի իրեն կձգի օտարության մեջ գտնվող մեր հայրենակիցներին ու նրանք հպարտությամբ բոլոր պատեհառիթներով այլոց մոտ կարտաբերեն Հայաստան անունը։ Արտաքին քաղաքական մարտահրավերները ևս հարկադրում են մեզ օր առաջ մտնել մեծ վերելքի ուղի։ Մեր բոլոր ջանքերը պետք է ուղղել այս խնդրի լուծմանը։ Մեր բոլորի միտքն ու գիտելիքներն են պետք ծառայեցնել դրան։ Երկրի ղեկավարը նաև նշում է խնդիրները, որոնք պետք է լուծել այդ ամենին հասնելու համար՝ սոցիալական համերաշխություն, հասարակություն, որտեղ արտոնյալներ չեն լինի, փոխարենը կլինի միասնական ժողովուրդ, կարգապահ, օրենքները հարգող, խաղաղություն սիրող եւ հպարտ։ Այդուհանդերձ նախագահ Սարգսյանի համոզմամբ միայն ներքին խնդիրների կարգավորումը չէ, որ պետք է հուզի մեզ։ Աշխարհաքաղաքական process-ները պարտադրում են միավորել ողջ հայության ներուժը։ Մենք երկու գլխավոր արժեք ունենք՝ հայ ժողովուրդը եւ Հայաստանը։ Դրանք պետք է վեր լինեն մեր բոլոր մյուս արժեքներից։ Եվ մեր բոլոր քայլերը, որոշումներն ու վարքն ամբողջությամբ պետք է բխեն այս երկու արժեքներից։ Սա են պահանջում Հայաստանի շահը եւ ապագան։ Սա են պատգամել մեր նախնիները, ու մեզնից յուրաքանչյուրի վարքը չափվում է հենց այս արժեքներով։ Եթե որևէ արարք կհզորացնի մեր երկիրը, կողոքևորի մեր ժողովրդին, արժանի է դրվատանքի, հակառակը պարսավանքի։ Նոր իրողությունները պարտադրում են ունենալ ուժեղ, ոտքի վրա ամուր կանգնած պետություն, որի պաշտպանության գործին բոլորն են պատրաստ զինվորագրվել։ Այս առումով սահմանադրության փոփոխությունները շատ ավելի կարևոր հարցեր են լուծում, քան մասնավոր խնդիրներն են։ Ես համոզված եմ, որ կարճ ժամանակահատվածում սահմանադրությունը դառնալու է ազգային համաձայնության փաստաթուղթ։ Անհավասարություն, անարդարություն, անպատժելիություն, հիասթափված ժողովուրդ, աղքատություն, արտագաղթ, սրանք ցանկացած պետության, այդ թվում Հայաստանի Հանրապետության համար մարտահրավերներ են։
Մեր երկրին պետք են ոչ թե այս կամ այն ծրագրի չկայանալը հիմնավորող պաշտոնյաներ, այլ ամեն գնով այդ ցրագրերը իրականացնող չինովնիկներ։ Մեզ պետք է ցանկացած հանրային նշանակության հարց սեփական բարօրությունից 100 անգամ բարձր գնահատող հանրային ծառայող։ Անել այն, ինչ կարողանում ենք, անել այնքան, որքան կարողանում ենք, սա որևէ հանրային ծառայողի համար չի կարող արդարացում լինել։ Հանրային ծառայությունում պետք է ընդգրկվեն մարդիկ, ովքեր ունակ են անելու այն, ինչը անհրաժեշտ է։ Նախագահը համոզմունք է հայտնում, որ մեզանից յուրաքանչյուրի ամենօրյա պարտքն է անել հնարավորը երկրի առջև ծառացած խնդիրները լուծելու համար, եւ որ միայն այդ պարագայում մենք կունենանք այն երկիրը, որը բոլորի շահերին է համահունչ։ Իշխանությունը թափանցիկ է եւ ամբողջովին վստահելի, որի նպատակը երկրի քաղաքացիների ու արտերկրում գտնվող հայրենիների ներկա եւ ապագա բարեկեցությունն է, որի անդամները հավասարապես հաշվետու են օրենքի առջև այնպես, ինչպես ցանկացած քաղաքացի եւ որի անդամները չեն ղեկավարվում անձնական շահերով։ Արդարադատության համակարգը զերծ է ազդեցությունից, արդար է եւ անկաշար։ Օրենսդիրը բանիմաց է եւ հարգված։ Պետական ծառայությունն ամենահարգի աշխատանքային ձևն է, որովհետեւ այն հնարավորություն է ընձեռում հայրենիքին ու ժողովրդին ծառայելու եւ պահանջում է բարձրագույն մասնագիտական որակ։ Հասարակությունն ունի բարձր կենսամակարդակ, բարեկիրթ է, հանդուրժող, մարդասեր։ Տնտեսությունը դինամիկ զարգացման ուղու վրա է, հենված ողջ ազգի մարդկային կապիտալի վրա։ Այն զարգացման հավասար հնարավորություն է ընձեռում բոլորին, թույլ չի տալիս անարդար մրցակցություն, վերաբաշխում է ռեսուրսները հարկային ազնիվ ու արդյունավետ քաղաքականության միջոցով։ Շրջակա միջավայրն ու բնական պաշարների պատասխանատու կառավարումը հույժ կարևոր են պետության գոյատևման եւ առաջնային ապագա սերունդների բարեկեցության համար։ Մարդու իրավունքները ձևավորված ամուր արժեքային համակարգ են։ Հայաստանի քաղաքացիները, հայերը, եզդիները, հույները, քրդերը, ռուսները եւ մյուսները լիարժեք ինքնադրսևորվում են։ Զինված ուժերն ամենազորեղն են տարածաշրջանում իրենց ոգով, նվիրումով, ժամանակակից սպառազինությամբ եւ կյանք, պատմություն, մշակույթ պահպանելու նպատակային կարևորությամբ։ Սփյուռքն ու Հայաստանը կազմում են մեկ ընդհանրություն, ազգ։ Սփյուռքի իրավունքը Հայաստանում ճանաչված է ու խրախուսելի։ Նրան ներուժն ամբողջությամբ ներառված է։ Երկրի ղեկավարը համոզված է, որ նոր սահմանադրությունը նոր շունչ է նոր սկզբի համար, եւ դա եզակի հնարավորություն է թերացումները շտկելու եւ զարգացմանը նոր թափ հաղորդելու համար։ Սերժ Սարգսյանը շեշտում է, մենք յուրահատուկ ժամանակաշրջանում ենք ապրում, երբ ունենք հնարավորություն կառուցելու նոր, ազատ եւ ուժեղ Հայաստան։ Սահմանադրության փոփոխությունները տալիս են դրա հնարավորությունները, եւ խնդիրներն էլ պետք է սեփական ուժերով լուծենք։ Քաղաքական մշակույթը չի կարելի ընդօրինակել այլ հասարակություններից, սովորել ուրիշ ազգերից պետք է։ Այդուհանդերձ ժողովրդավարության մեր սեփական փորձը մեզ իրավունք կտա պնդելու, որ մենք ազատ ենք, հաջողակ եւ պատասխանատու։ Ինչպես մեր քաղաքացիների հիմնական իրավունքները եւ ազատությունները, այնպես էլ ժողովրդավարությունը պաշտպանության կարիք ունեն։ Նախ եւ առաջ պաշտպանություն կոռուպցիայից, որ ծնում է կամայականություն, անազատություն եւ անարդարություն։ Մենք սկսել ենք ձևավորել այդպիսի պաշտպանիչ մեխանիզմ։ Դրա կենտրոնական մասը պետք է լինի դատարանը։ Մենք պետք է ձևավորենք ժամանակակից արդյունավետ դատարան, որը կգործի նորացված սահմանադրության համաձայն եւ կհամապատասխանի ժամանակակից պատկերացումներին։ Մենք նաեւ պետք է ձերբազատվենք օրենքի եւ դատարանի հանդեպ կասկածամիտ, երբեմն անգամ համահրական վերաբերմունքից, որ դարձել է մեր տխուր ավանդույթը։
Սահմանադրության փոփոխություններով ամրագրված կառավարման խորհրդարանական մոդելը պարտադրում է քաղաքական կուսակցական համակարգի շարունակական կայացումը, ինչպես նաև հասարակության վստահության ամրապնդումը քաղաքական ու քաղաքացիական ուժերի հանդեպ։ Սերժ Սարգսյանը համոզված է, որ միգուցե շատերի համար աննկատ, բայց ժամանակի հետ երկրում ձևավորվելու է քաղաքական նոր մշակույթ։ Նույնիսկ ամենալայն աջակցություն ունեցող քաղաքական իշխանությունը պարտավոր է ականջալուր լինել հանրային տրամադրություններին, հասարակության սպասելիքներին, առաջնորդվելով հանրային պատվերով։ Նույնիսկ ամենաինքնավստահ իշխանությունը չպետք է մերժի համագործակցությունը, ջանքերի մեկտեղումը բոլոր այն միավորների ու անհատների, ովքեր իրենց բաժին մասնակցությունն են ուզում բերել մեր պետականաշինության գործին։ Մերժելի է մտածողությունը, թե մենք ավելի շատ ենք սիրում մեր հայրենիքը կամ ավելի հայրենասեր ենք, քան նրանք, ովքեր քաղաքական իշխանության մաս չեն կազմում կամ երբեմն ամենասուր ձևով քննադատում են մեզ։ Բոլոր նրանք, բոլոր այն քաղաքական միավորները, ովքեր իրենց սեփական պատկերացումներն ունեն մեր երկրի հետագա ընթացքի, մեր ունեցած խնդիրների հաղթահարման ճանապարհների վերաբերյալ պետք է հավասար հնարավորություն ունենան հայցելու հասարակության աջակցությունն ու կյանքի կոչելու իրենց ծրագրերը։ Այս հարցում սահմանադրության փոփոխություններով ամենալուրջ երաշխիքներն ապահովված են եւ այն զուգորդվելու է մեր հաստատուն քաղաքական կամքի հետ։ Մենք պարտավոր ենք հաջողության հասնել այս երկար ճանապարհին։ Փոփոխված սահմանադրությունը նաև տնտեսության զարգացումն առաջ մղելու համար պետք է իրավական հենք ապահովի, բայց դրան հասնելու համար անհրաժեշտ գործողությունների համալիր էլ կա։ Նախագահը նշում է հիմնախնդիրները, որոնք այս փուլում առաջնային պետք է լինեն տնտեսության պատասխանատուների համար, մասնավորապես մակրոտնտեսական կայունության հետագա ապահովումն ու ամրապնդումը։ Այս տեսանկյունից 2015 թվականը մենք բավականին սահուն անցանք։ Ցուցանիշներն էլ շահեկանորեն տարբերվում են մեր լայն տարածաշրջանի երկրներից։ Հայաստանում 2015 թվականի տնտեսական ակտիվության ցուցանիշի աճը նախորդ տարվա համեմատ կազմել է 3.1%, որն ամենաբարձրն է մեր անմիջական տնտեսական միջավայրում։ Միևնույն ժամանակ տարեկան միջին գնաճը կազմել է 3.7%, որն ամենացածրն է այդ նույն միջավայրում։ Նմանատիպ պատկեր ունենք նաև ազգային արժույթի վարքագծում։ Հայկական դրամ ու դոլարի նկատմամբ 2015 թվականի դեկտեմբերի վերջին նախորդ տարվա դեկտեմբերի համեմատությամբ արժեզրկվել է 1.8%-ով։ Սա ազգային արժույթի արժեզրկման ամենացածր ցուցանիշն է նույն երկրների շարքում։ Նշեմ նաև, որ 2015 թվականին հանրապետությունում միջին ամսական աշխատավարձը աճել է 7.7%-ով, կազմելով 184.441 դրամ, ընդ որում աճը պետական համակարգում կազմել է 8.2% և 7% մասնավոր հատվածում։ Այդուհանդերձ արտաքին աշխարհից եկող բացասական ազդակները հարկաբյուջետային եւ դրամավարկային քաղաքականության խելամիտ եւ առավել համակարգված իրականացում են պարտադրում։ Պետությունը պետք է ամեն ինչ անի, որպեսզի ծախսված պետական միջոցները առավելագույնս մեծացնեն դրանցով ստեղծված արդյունքը։ Մյուս կողմից, ֆինանսական շուկաներ թափանցող բացասական ազդեցություններին օպերատիվ հակազդեցություն է պետք եւ նախագահի համոզմամբ կենտրոնական բանկն այդ գործառույթը կարող է իրականացնել։ Հաջորդը ներդրումային միջավայրի հետագա բարելավումն է եւ նոր ներդրումների ներգրավումը։ Այո, 2015 թվականին տնտեսական տարվա 3.1% տնտեսական ակտիվության ցուցանիշը ներկա իրավիճակում ի համեմատություն տարածաշրջանի եւ Հայաստանի գործընկեր երկրների հարաբերականորեն վատ ցուցանիշ չէ։ Սակայն տնտեսական աճի այդ մակարդակը բավարար չէ միջնաժամկետում հասնելու մեր հավակնություններին համարժեք սոցիալ-տնտեսական զարգացման մակարդակին։ Այս առումով լրացուցիչ ջանքեր է պետք գործադրել
գործարար միջավայրի բարելավման ուղղված գործընթացների արագացման եւ նոր ներդրումների ներգրավման ուղղությամբ։ Երկրի ղեկավարը նշում է նաև այն սկզբունքները, որոնք կենսական կարևորություն են ներկայացնում տնտեսական առաջընթացն ապահովելու համար։ Երբեք չեմ խորշելու կրկնել հիմնարար սկզբունքները։ Խոսքս իհարկե տնտեսական կյանքում հավասար մրցակցային պայմանների ապահովման եւ հովանավորչության վերացման մասին է, պետական համայնքային բյուջեների եւ վարկային միջոցների անձեռնմխելիության մասին է, խաղի նոր կանոնները անխտիր բոլորի վրա հավասարապես տարածելու մասին է։ Անշուշտ, այստեղ էլ կարելի է ասել, թե իրականությունը հետ է մնում հռչակած նպատակներից։ Դա իրոք այդպես է, բայց նախ դա ամենևին չի նշանակում, որ առաջընթացը պետք է չտեսնելու տանք եւ երկրորդ դրված նպատակների եւ իրականության միջև առկա խզումը մեզ պետք է ոչ թե մղի չխոսելու նպատակների մասին, այլ պետք է մղի համարժեք քայլերով արագացնելու այդ նպատակների ձեռքբերումը։ Հայաստանը աշխարհի մի մասն է եւ անհնար է մեր ներքին խնդիրները քննարկել առանց արտաքին process-ներ հաշվարկելու։ Նախագահի դիտարկմամբ ճիշտ է, Հայաստանի անմիջական արտաքին միջավայրը բարդ է, բայց դա չի նշանակում, որ պետք է համակերպվել թեզի հետ, թե Հայաստանը չի կարող լիարժեք զարգանալ, քանի դեռ Թուրքիան չի վերացրել ապաշրջափակումը եւ լուծված չէ Ղարաբաղի խնդիրը։ Թուրքիայի եւ Ադրբեջանի իշխանությունների դիրքորոշումը շատ լավ գիտենք բոլորս եւ գիտենք վաղուց։ Սակայն փաստն այն է, որ տարիներ շարունակ նրանց իրականացրած քաղաքականությունը այն արդյունքը չի տվել, որ իրենք ցանկանային տեսնել։ Նրանք մեզ հետ փորձել են խոսել սպառնալիքի, պարտադրանքի եւ ուժի դիրքերից։ Այդ ձևով մեզ հետ խոսելն անհեռանկար է եւ որևէ արդյունք չի տալու, ինչպես չի տվել մինչեւ այսօր։ Արցախի հարցի շուրջ բանակցությունները շարունակվելու են։ Մեր դիրքորոշումն անփոփոխ է։ Արցախի խնդիրը լուծվում է Արցախի ժողովրդի ազատ ինքնորոշմամբ։ Մնացած բոլոր հարցերն առանցյալ են դրանից եւ իրենց տրամաբանական ու արդար լուծումն են գտնելու այդ խնդրի կարգավորմանը զուգահեռ։ Քանի դեռ այդ հիմնական խնդիրը կա, քանի դեռ անորոշության է մատնված Արցախի կարգավիճակը, որևէ այլ հարց լուծում գտնել չի կարող։ Որևէ առաջընթացի հնարավորություն այս պահին չեմ տեսնում Թուրքիայի հետ հարաբերությունների հարցում։ Մենք այս պայմաններում ապրում ենք արդեն 25 տարի։ Այս պայմաններին մենք արդեն ընտելացել ենք եւ հարմարվել։ Մեր առաջընթացի հնարավորությունները մենք այս խնդիրների լուծման հետ չենք կապում եւ չենք կապելու։ Հարաբերությունները մեր մյուս երկու հարևանների Վրաստանի եւ Իրանի հետ բարեգրացիական մթնոլորտում են զարգանում։ Նախագահի համոզմամբ այդտեղ որևէ խնդիր չկա։ Թբիլիսի եւ Թեհրանի հետ համագործակցությունը Երևանի համար թանկ է եւ այն շարունակվել է նույն ոգով։ Ընդհանուր առմամբ մեր արտաքին քաղաքականությունը կանխատեսելի է եւ մշտապես հեռու է մնացել որևէ արկածախնդրությունից։ Մենք մշտապես հանդես ենք եկել բոլորի հետ դրական եւ փոխադարձ հարգանքի, վստահության ու շահի հիման վրա ստեղծված հարաբերություններ ձևավորելու օգտին։ Մենք երբեք չենք փորձել գործել մեծ տերություններին եւ կարևոր աշխարհակաղակական կենտրոնների հակադրությունների դաշտում։ Չենք փորձել էժանագին ու կարճաժամկետ այս եվրոպեական օգուտ ստանալ այդ ուժերի հակասություններից։ Այժմ եկել է այս ամուր հիմքի վրա եւս մեկ քայլ առաջ կատարելու ժամանակը։ Ես հանձնարարել եմ արտաքին գործերի նախարարությանը եւ բոլոր դիվանագիտական առաքելություններին նոր եռանդով լծվել Հայաստանի տնտեսական շահերն առաջ մղելու գործին։ Այս առումով աշխատանքի կարևոր ուղղություն է արտաքին նոր ուղիղ ներդրումների ներգրավումը։ Կարևոր է նաև նոր շուկաներ եւ ուղղություններ գտնելը հայաստանյան ապրանքատեսակների եւ ծառայությունների համար, բայց այդ ամենին հասնելու համար նախագահ Սարգսյանի համոզմամբ անհրաժեշտ է տարբեր պետական գերատեսչությունների համադրված աշխատանքը։ Ելույթի եզրափակիչ հատվածում անդրադարձ առաջիկա ընտրություններին, որոնք նախագահի խոսքով պետք է օրինակելի լինեն։
Ակնհայտ է, որ դա նախ եւ առաջ մեր երկրին ու ժողովրդին է պետք։ Այդուհանդերձ դրանով պայմանավորվելու է նաեւ մեր երկրի միջազգային վարկն ու հեղինակությունը։ Երկրի ղեկավարի համոզմունքն է, ընտրությունների բնականon ընթացքն ու օրինականությունը պակաս հաղթանակ չեն եւ պակաս արժեք չեն մեր հասարակության համար։ Իմ հորդորն է բոլորին։ Ժամանակից շուտ ընտրաշավ սկսելու գայթակղությունը մոռացեք։ Յուրաքանչյուրը զբաղվում է իր աշխատանքով, իր տեղում, բայց կրկնապատկված եռանդով եւ պատասխանատվությամբ։ Երբ մենք առաջարկում ենք սահմանադրական փոփոխություններ, ելնում ենք այն համոզմունքից, որ նոր տարբերակն ավելի ժողովրդավարական է եւ ընդլայնում է Հայաստանի քաղաքացիների ազատությունների, հետևաբար եւ հնարավորությունների շրջանակը։ Մենք այսօր նույն համոզմանն ենք։ Եվ նախագահի առաջարկը ապացուցել դա գործով, իրական քայլերով, կյանքի կոչելով սահմանադրությունը։ Գևորգ Ալթունյան, Առաջին ալիք։